Հազարավոր տարիներ առաջ մարդիկ գիտեին մի բան, ինչը մենք գրեթե մոռացել ենք։ Նրանք գիտեին, որ մարդու ձեռքերում կա ուժ, ոչ հեքիաթային, ոչ հորինված, այլ իրական, տաք չափելի ուժ, որը կարող է հանգստացնել ցավը, գործի դնել վերականգնումը և մարդուն վերադարձնել ինքն իրեն։ Հին Եգիպտոսի քրմերը սերունդներ շարունակ փոխանցում էին այս գիտելիքը։ Արևելքի բժիշկները դրա վրա կառուցում էին ամբողջական բուժման համակարգեր։ Ժողովրդական բուժարարները, շամանները, մանկաբարձները մարդիկ էին, ում վստահվում էր ամենակարևորը՝ ծնունդը, հիվանդությունը, մահը։ Նրանք բոլորը գիտեին մեկ բան՝ մտադրության փոփումը փոխում է ամեն ինչ։ Հետո այդ գիտելիքները սկսեցին կոչել թաքնություն, հետո սնահավատություն, իսկ հետո պարզապես մոռացան։ Բայց մարմինը չի մոռացել, մարմինը հիշում է։ Հիմա հենց այս պահին, երբ դու սա լսում ես, քո ձեռքերում ապրում է այն նույնը, ինչ նրանք գիտեին։ Եվ առաջիկա մի քանի տասնյակ րոպեների ընթացքում դու դա կզգաս, չես հավատա, հենց կզգաս, որովհետև սա պատմություն չէ ուրիշների մասին, սա պատմություն է քո մասին, այն մասին, ինչ կա քո մեջ և ոչ միտեղ չի կորել, պարզապես սպասում է, որ դու վերհիշես։ Նախքան կանցնենք առաջ, կանգ առ մի վայրկյան, հենց հիմա, այս պահին, որտեղ էլ լինես, սենյակում, մեքենայում, զբոսնելիս, պարզապես մի պահ կանգ առ ներսումդ և ազնվորեն հարցրու քեզ. երբ ես վերջին անգամ զգացել, որ քո մարմինը քո դաշնակիցն է։ Ոչ թե թշնամի, որին պետք է հաղթահարել, ոչ թե մեքենա, որը պետք է նորոգել, ոչ թե խնդիրների աղբյուր, որը պետք է լուծել, այլ դաշնակից, կենդանի, խելացի, անընդհատ աշխատող քեզ համար։ Գուցե վաղուց, գուցե չես էլ հիշում, կամ գուցե մտածում ես, սա հաստատ իմ մասին չէ, իմ դեպքում ամեն ինչ բարդ է։ Եթե այդպես է, հենց դրա համար էլ դու այստեղ ես։ Այս տեքստը քեզ գտել է հենց այսօր, հենց այս պահին, որովհետև սա նրանց համար չէ, ում մոտ ամեն ինչ լավ է։ Սա նրանց համար է, ովքեր հոգնել են, նրանց համար, ովքեր երկար ժամանակ ապրում են լարվածության մեջ, նրանց համար, ովքեր զգում են, որ կամ մարմինն են կորցրել, կամ իրենք են կորել մարմնի մեջ։ Եվ այն, ինչի մասին ես կխոսեմ, տեսություն չէ, խոստում չէ, ոչ էլ 20 քայլից բաղկացած համակարգ, սա մի պարզ, իրական, հին բան է, որը աշխատում է հենց հիմա, քո ձեռքերում։ Պատկերացրու մի մարդ, ով ապրել է 1000 տարի առաջ։ Նա ոչինչ չգիտեր նյարդաբանության մասին, ոչ թափառող նյարդի, ոչ իմունային բջիջների, ոչ սթրեսի հորմոնների մասին, բայց նա գիտեր մեկ բան՝ փորձից, դիտարկումներից, սերնդեսերունդ փոխանցվող գիտելիքներից։ Նա գիտեր, որ եթե տաք, հանգիստ ձեռքը դնես ցավոտ տեղին, ինչ-որ բան փոխվում է, որ եթե պահես ձեռքերդ իրար դիմաց և պահես ուշադրությունդ, նրանց միջև առաջանում է կենդանի, տաք զգացողություն, որ եթե մարդուն դիպչես օգնելու մտադրությամբ, նրա մարմինն արձագանքում է այլ կերպ, քան պատահական շփման ժամանակ, նա չէր կարող բացատրել դա գիտականորեն, բայց հստակ գիտեր, դա աշխատում է։ Այսօր մենք արդեն այդ բացատրելու համար ունենք բառեր։ Մենք գիտենք օքսիտոցինի մասին, որը արտազատվում է հպման ժամանակ։ Գիտենք նոցիցեպցիայի, անզգայացման մասին, թե ինչպես է նյարդային համակարգը մշակում մարմնի ազդանշանները։ Գիտենք, թե ինչպես է ջերմությունը ազդում մկանների վրա, ինչպես է ուշադրությունը ուժեղացնում արյան շրջանառությունը։ Մենք ունենք խոսքեր։ Նրանք ունեին փորձ։ Բայց գիտես ինչ, փորձն ավելի ճշգրիտ է, քան բառերը, որովհետև մարմինը բառեր չի հասկանում։ Մարմինը հասկանում է զգացողություններ, և հենց հիմա մենք խոսելու ենք մարմնին հասկանալի լեզվով, բայց նախքան այդ կարևոր հարց, ամենակարևորներից մեկը, որոնք ես տալու եմ քեզ այսօր։ Դու նկատում ես քո մարմինը այս պահին։ Ոչ թե ցավում է այն, թե ոչ, այլ արդյոք դու զգում ես այն, զգում ես ոտքերիդ դիրքը,
Զգում ես մարմնից ծանրությունն այնտեղ, որտեղ նա հենվում է։ Զգում ես արդյոք մաշկդ այնտեղ, որտեղ օդը դիպչում է նրան։ Ամենայն հավանականությամբ, մինչև այս հարցը դու այդ չէիր նկատում։ Ամենայն հավանականությամբ դու գլխում էիր վաղվա մասին մտքերում, անցյալի մասին հիշողություններում, բառերի եւ պատկերների ֆոնային հոսքի մեջ, որը մեր մեծամասնությունը շփոթել է կյանքի հետ։ Եվ սա նորմալ է, դա այն է, ինչ տեղի է ունենում ժամանակակից աշխարհում ապրող ցանկացած մարդու կյանքում։ Բայց ահա թե ինչ եմ ուզում, որ հենց հիմա հասկանաս։ Մտքերը կյանքը չեն, նրա քարտեզն են միայն, իսկ քարտեզը տարածք չէ։ Իրական կյանքն այստեղ է մարմնում, զգացողություններում, մկաններում, շնչի մեջ, սրտի զարկերում։ Ահա թե որտեղ է ապրում իսկականը, ահա որտեղից է բխում իրական ուժը, ահա թե որտեղ է պետք վերադառնալ, եւ այսօր մենք կվերադառնանք այնտեղ։ Կա մի բան, ինչ ժամանակակից կյանքն անում է մեզանից յուրաքանչյուրի հետ։ Լուր աստիճանաբար, այնքան հմտորեն, որ մարդկանց մեծամասնությունը չի էլ նկատում, քանի դեռ շատ ուշ չի դարել, քանի մարմինը չի սկսել ճչալ։ Նա արտաքսում է մեզ մեր մարմնից, ոչ ֆիզիկապես, ներսից։ Նա դառնում է մեր գոյության կենտրոնը։ Լքում է այն կենտրոնի վայրը, որտեղից մենք երբևիցե գործում էինք, զգում էինք, կայացնում էինք որոշումներ եւ տեղափոխում է մեզ վեր, գլխի մեջ, մտքերի մեջ, վերլուծության, ծրագրավորման, գնահատման, տագնապի անվերջանալի հոսքի մեջ։ Մենք սկսում ենք ապրել գլխում մտածելով, վերլուծելով, անհանգստանալով, իսկ մարմինը մնում է ինչպես լքված տուն, կենթանի, ջերմ, աշխատող, բայց առանց տանտիրոջ։ Դա դավադրություն չէ, դա համակարգ է։ Մեզ մանկուց սովորեցրել են մտածել, ըմբռնել արագ, ձևակերպել ճշգրիտ, լուծել խնդիրներ, դպրոց, համալսարան, աշխատանք, այդ ամենը պահանջում է մտքեր, այդ ամենը պարգևատրվում է արագ մտածելու համար, իսկ մարմինը դարձել է պարզապես տրանսպորտ։ Այն պետք է հասցնի գլուխն այնտեղ, ուր պետք է, հնարավորինս արագ, հնարավորինս անտրտունջ, հնարավորինս չհիշեցնելով սեփական պահանջների մասին ամենաանպատեհ պահին, եւ մենք սկսում ենք անտեսել նրա ազդանշանները։ Սկզբում ուղղակի չնկատել, հետո անտեսել, իսկ հետո ճնշել։ Սուրճ քնի փոխարեն, դեղ հանգստի փոխարեն, ալկոհոլ լռության փոխարեն։ Եվս մեկ արդյունավետ օր փոխարենը դադար տալ մի պահ եւ հարցնել. իսկ ես։ Իրոք որ, իսկ ես ինչպես եմ ինձ զգում։ Իսկ մարմինը դիմանում է։ Այն ստեղծված է այնպիսի հզոր դիմադրողականությամբ, որ կարող է տանել տարիների կամահարանքը, տարիների ստրեսը, տարիների կյանքը գլխի մեջ, նա դիմանում է, քանզի այլընտրանք չունի, բայց նա չի լռում։ Լարվածություն պարանոցում եւ ուսերին։ Մարմինն ասում է. ես շատ բեռ եմ տանում, եւ դա արդեն չի տեղավորվում իմ մեջ։ Շարունակական հոգնածություն, որը չի անցնում նույնիսկ քնից հետո, այդ մարմինն է ասում. ես պետք է ոչ միայն շարժվեմ, ինձ կենթանի կապ է պետք քեզ հետ։ Ծանրություն կրծքավանդակում, մեջքացավեր, սեղմված ստամոքս, դրանք ոչ թե միայն ֆիզիկական ցավեր են, դա տարիներով կուտակվածն է, սառեցվածը, դա այն է, ինչն ապրում է քո մեջ այնքան, որ արդեն չգիտի թե ինչպես դուրս գալ։ Մարմինը խոսում է ամեն օր, ամեն ժամ։ Մենք ուղղակի տարավարժվել ենք լսել։ Եվ ահա թե ինչն է կարևոր։ Հնարավոր է սա ամենակարևորն է ամենից, ինչ ես ասելու եմ այսօր։ Մարմինը քո թշնամին չէ, երբեք եւ ոչ մի հանգամանքներում։ Նա քո ամենահավատարիմ դաշնակիցն է, նա աշխատում է քեզ համար օրը 24 ժամ, շաբաթը 7 օր առանց որևէ հանգստի, առանց արձակուրդի հնարավորության։ Այն վերականգնում է բջիջները հենց հիմա, քանի դեռ դու լսում ես սա, պայքարում է բորբոքումների հետ, կարգավորում է ջերմությունդ, շնչումդ, արյանդ քիմիան, հորմոններդ, հազարավոր պարամետրեր միաժամանակ ամեն վայրկյան, նա հիշում է քո ամեն վնասվածք եւ փոքրագույն հնարավորության դեպքում ջանում է այն ապաքինել։
Նա ավելի իմաստուն է, քան ցանկացած բժշկական դասագիրք, որովհետև նա կենդանի է, որովհետև նա դու ես, բայց որպեսզի այդ զարմանահրաշ համակարգն աշխատի իր ամբողջ ազորությամբ, նրան մի շատ կարևոր բան է անհրաժեշտ։ Նրան անհրաժեշտ ես դու ոչ թե որպես գործիքի տեր, այլ որպես կենդանի մարդ, նկատող, ուշադիր։ Նա, ով կասի, ես այստեղ եմ, ես քեզ հետ եմ, ես լսում եմ։ Հենց այստեղից է սկսվում մնացած ամեն ինչ։ Իսկ հիմա ես ցանկանում եմ, որ դու մի բան անես հենց հիմա։ Սա առաջին գործողությունն է եւ այն ավելի կարևորը, քան թվում է։ Սա առաջին պրակտիկան է։ Ուղղիր ուշադրությունը դեպի ձեռքերդ։ Եթե նստած ես կամ պառկած, դիր դրանք ծնկներիդ վրա կամ կախիր ցած։ Եթե քայլում ես, ուղղակի զգա ձեռքերդ այնտեղ, որտեղ նրանք կան։ Ոչինչ անել պետք չէ, միայն ուշադրություն։ Պատկերացրու լապտերի լույսը, որը ներսից ուղղել է սափերիդ։ Մնա այդպես մի քանի վայրկյան։ Ուղղակի զգա, թե ինչ կա այնտեղ։ Կարող է ջերմություն, կարող է թեթև ծակծկոց, թույլ հոսանքի նման վող, հնարավոր է թեթև եւ ռիթմիկ զարկերակում, հնարավոր է նաեւ այս պահին ոչինչ։ Ամենը նորմալ է, ամենը ճիշտ է։ Որտեղ էլ լինես, ճշգրիտ տեղում ես։ Շարունակիր ուշադրությունդ պահել այնտեղ։ Հիմա ինչ-որ բան է տեղի ունենում, պետք է այն չափել։ Երբ ուշադրությունդ ուղղում ես մարմնի որևէ հատվածին, այնտեղ ուժեղանում է արյան հոսքը, ակտիվանում են նյարդային ուղիները, ուժեղանում է զգայունակությունը։ Սա փոխաբերություն չէ, սա ֆիզիոլոգիա է, ինչը կարելի է տեսնել տոմոգրաֆի վրա։ Դու հենց նոր ինչ-որ բան արեցիր քո մարմնի համար։ Ոչ թե մտածեցիր նրա մասին, այլ զգացիր նրան։ Դրանք տարբեր բաներ են, եւ երկրորդը անհամեմատելիորեն ավելի կարևոր է։ Պահիր այդ զգացումը քիչ ավելի, թող ուշադրությունդ հիմնավորվի ձեռքերիդ մեջ։ Զգա, որ ձեռքերդ կենդանի են։ Նրանք տաք են, որովհետև նրանց միջով արյուն է հոսում։ Նրանք զգայուն են, որովհետև ափերիդ մեջ կենտրոնացած են ավելի շատ նյարդային վերջավորություններ, քան մարմնիդ գրեթե ցանկացած այլ հատվածում։ Նրանք խելացի են, նրանք քոնն են։ Զգացիր, եթե թեկուզ ամենաչնչին չափով, դա արդեն իրականություն է, դա արդեն շփում է, դա արդեն վերադարձի սկիզբն է։ Երբեմն դա էլ բավական է, որպեսզի ինչ-որ բան սկսի փոխվել։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր երբ առաջին անգամ արեցին սա, պարզապես ուշադրությունն ուղղեցին ձեռքերի մեջ, նրանք հանկարծ հասկացան, թե որքան վաղուց ոչինչ չէին զգացել։ Ոչ թե ցավ, ոչ թե հոգնածություն, այլ հենց իրենց կենդանի լինելը։ Կարծես մինչ այդ մարմինը կանգնած էր դատարի վրա, իսկ հետո ինչ-որ մեկը սեղմեց միացնելու կոճակը։ Եվ սա հազվադեպ բան չէ, սա տեղի է ունենում ավելի հաճախ, քան դու կարծում ես։ Հիմա ուզում եմ քեզ հետ անկեղծ խոսել այն մասին, թե ինչու մարմինը չի վերականգնվում, ինչու արձակուրդը հանգիստ չի տալիս, ինչու քունը չի վերացնում հոգնածությունը, եւ ինչու կարելի է տարիներով խնամել սեփական անձը եւ միևնույն ժամանակ չզգալ վիճակի լավացում։ Սա հարց է, որը տանջում է շատերին, եւ դրա պատասխանը ամենակարևորներից մեկն է, որ ես գիտեմ։ Որովհետեւ վերականգնումը пассив գործընթաց չէ։ Մարմինը չի վերականգնվում, քանի դեռ դու ոչինչ չես սկսել անել։ Դա այդպես չի աշխատում։ Եթե այդպես լիներ, ամեն ինչ չափազանց հեշտ կլիներ։ Վերականգնումը ակտիվ գործընթաց է, եւ դրա համար նյարդային համակարգը պետք է անցնի մեկ ռեժիմից մյուսը, անհանգստության ռեժիմից հանգստության, գոյատևման ռեժիմից վերականգնման։ Իսկ այդ անցումը ինքն իրեն տեղի չի ունենում։ Դրա համար հարկավոր է ազդանշան, իմպուլս, որը նյարդային համակարգին ասում է վտանգ չկա, կարելի է կանգ առնել, կարելի է նորոգել, կարելի է ոչ թե ընդամենը գոյատևել, այլ կարելի է ապրել։ Եվ հենց այդ պահին է սկսվում այն, ինչի համար մենք այստեղ ենք։ Այդ ազդանշանը դու կարող ես տալ ինքդ քեզ, առանց մասնագետի, առանց սարքավորումների, առանց հատուկ պայմանների կամ գիտելիքների։ Այդ ազդանշանը դու արդեն ունես, այն ներկառուցված է քո մեջ, այն քո ձեռքերում է, ոչ որպես փոխաբերություն, բառացիորեն։ Քո ձեռքերում կա նյարդային համակարգին անվտանգության ազդանշան տալու կարողություն։ Քո ձեռքերում կա մարմինը լարվածության ռեժիմից ապաքինման ռեժիմ տեղափոխելու կարողություն, որը բուժարարները գիտեին հազարավոր տարիներ առաջ։
Կարողություն, որը դու կրում ես քո մեջ քո ծննդյան պահից, դու այն չես կորցրել, այն չի անհետացել, այն պարզապես լուռ ու համբերատար սպասում է, որ դու վերհիշես։ Թույլ տուր փոքր-ինչ ավելի մանրամասն խոսել ձեռքերի մասին, որովհետև մարդկանց մեծ մասը չի պատկերացնում, թե որքան եզակի են դրանք նյարդային համակարգի տեսանկյունից։ Ձեռքերը եւ հատկապես ափերը թերևս մարմնի ամենախելացի մասերն են։ Ափերի մեջ կենտրոնացած են անհավանական քանակի զգայական ընդունիչներ։ Այնտեղ նյարդային վերջավորություններն ավելի շատ են, քան գրեթե ցանկացած այլ տեղում, եւ դա պատահականություն չէ, դա մտադրություն է։ Ձեռքերով ենք մենք դիպչում աշխարհին, ձեռքերով ենք ստեղծում, նրանցով ենք օգնում եւ ընդունում օգնություն, ձեռքերով է կենդանի մարդը միանում մեկ այլ կենդանի մարդու։ Եվ սա վաղուց գիտեին։ Եգիպտական քրմերը բուժիչ ուժը պատկերում էին հենց ձեռքերի միջոցով, մարմնին ուղղված ափերով, որոնց ես լույս էր բխում։ Չինական բուժակները ձեռքերի վրա էին կառուցում գիտելիքի ամբողջ մի համակարգ կետերի եւ մերիդիանների մասին։ Այուրվեդայական պրակտիկաներում ափերը բուժման ու ախտորոշման գլխավոր գործիքներից էին։ Քրիստոնեական, հրեական, բուդդայական ավանդույթները նույնպես պահել են ձեռնադրության պատկերը որպես բուժման օրհնության փոխանցման ակտ։ Սա պատահականություն չէ։ Սա մարդկության հավաքական իմաստությունն է, որը հազարամյակներ շարունակ նկատել է նույն բանը։ Ձեռքերի միջոցով ինչ-որ իրական բան է կատարվում։ Հպումը նյարդային համակարգի ամենահին լեզուն է։ Բառերից առաջ, մտքերից առաջ, հասկացություններից առաջ եղել է հպումը, տաք, կենդանի մարմնային շփումը։ Եվ նյարդային համակարգը այդ լեզուն հասկանում է առանց վերապահումների։ Դրա համար պետք չէ համոզել, պետք չէ բացատրել, բավական է դիպչել եւ համակարգը արձագանքում է։ Սա գիտի յուրաքանչյուր մայր, ով բնազդաբար ձեռքը դնում է հիվանդ երեխայի ճակատին։ Ոչ թե այն պատճառով, որ ձեռքը բառացիորեն հրաշքով բուժում է, այլ որովհետև հպում ամառնին ասում է մի բան, որը բառերը չեն կարող ասել։ Դու մենակ չես, քեզ խնամում են, կարող ես թուլանալ, կարող ես ապաքինվել։ Եվ ահա թե ինչ գիտեին հնները եւ ինչն այսօր հաստատում է նաեւ ժամանակակից գիտությունը։ Սա աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ ձեռքը քո սեփականն է, երբ դու ինքդ մտադրված ուշադրությամբ եւ հանդարտ հոգատարությամբ ձեռքդ դնում ես մարմնիդ վրա, դու ինքդ փոխանցում ես քեզ այդ նույն ազդանշանը. ես այստեղ եմ, ես քեզ հետ եմ, ես ոչ միտեղ չեմ գնում, կարելի է ապաքինվել։ Եվ քո նյարդային համակարգը դա լսում է ամեն անգամ։ Հիմա ուզում եմ խոսել այն մասին, թե ինչը տեղի ունենում մարմնի հետ, երբ մենք տարիներով ապրում ենք լարվածության մեջ, որովհետև մարդկանց մեծ մասը չի գիտակցում, թե որքան խորքերն է դա գնում։ Երբ նյարդային համակարգը գտնվում է տագնապի ռեժիմում, մարմնում սկսվում է փոփոխությունների մի ամբողջ շղթա։ Մկանները կծկվում են հատկապես պարանոցի, ուսերի, ստոծանու, որովայնի հատվածներում։ Ոչ պատահականորեն։ Հենց այս գոտիներն է նյարդային համակարգը առաջինը զրահապատում որպես պաշտպանիչ պատյան։ Արյան շրջանառությունը վերադասավորվում է, այն հեռանում է ներքին օրգաններից եւ ուղղվում է դեպի պայքարի պատրաստ մկանները։ Իմունային համակարգը դանդաղում է։ Հիմա հիվանդանալու ժամանակը չէ, հիմա պետք է գոյատևել։ Մարսողությունը դանդաղում է, հորմոնային ֆոնը փոխվում է։ Ամբողջ մարմինը վերադասավորվում է մեկ առաջնահերթության շուրջ, սպառնալիք, արձագանք, գոյատևում։ Սա փայլուն մեխանիզմ է։ 100,000-ավոր տարիների ընթացքում այն փրկել է միլիոնավոր կյանքեր։ Եթե քո հետևից գազան է վազում, հենց սա է պետք։ Բայց ահա թե որն է ժամանակակից մարդու ողբերգությունը։ Նյարդային համակարգը չի կարող տարբերակել իրական սպառնալիքը երևակայականից։ Նրա համար գրեթե նույնն է վագրը հետևիցդ ընկել, թե քեզ անտեսել են ժողովի ժամանակ։ Մահվան վտանգ, թե գիշերվա ժամը 2-ին անպատասխան մնացած հաղորդագրությունը։ Այն արձագանքում է նույն եղանակով, նույն լարվածությամբ, մարմնական փոփոխությունների նույն ազդանշաններով։ Եվ եթե այդ ազդանշանները շարունակական են, իսկ ժամանակակից կյանքում հենց այդպես էլ կա, մարմինը տարիներով ապրում է գոյատևման ռեժիմում, առանց դադարի,
առանց իրականացման, առանց ներսից ինքներեն նորոգելու հնարավորության։ Ահա թե ինչու արձակուրդը միշտ չէ, որ օգնում է։ Նյարդային համակարգը քեզ հետ գալիս է արձակուրդ։ Ահա թե ինչու քունը միշտ չէ, որ հանգիստ է տալիս։ Մարմինը քնում է, բայց նյարդային համակարգը մնում է պատրաստության ռեժիմում։ Ահա թե ինչու մարդիկ տարիներով խնայում են իրենց, բայց տարբերություն չեն զգում, որովհետև հարցը հանգստի քանակը չէ, հարցը նյարդային համակարգի ռեժիմն է, հարցն այն է, կա արդյոք անվտանգության ազդանշան, ստանում է արդյոք մարմինը թուլանալու, բացվելու, վերականգնվելու թույլտվություն, եւ հենց այստեղ էլ կրկին ի հայտ են գալիս ձեռքերը։ Ուշադրությամբ եւ մտադրությամբ մարմնին դիպչելը նյարդային համակարգը փոխելու ամենաարագ եւ ամենահուսալի ուղիներից մեկն է։ Ոչ թե որովհետև սա մոգություն է, այլ որովհետև սա գործում է շատ կոնկրետ անատոմիական ճանապարհով, թափառող նյարդի միջոցով, որը գիտնականները հաճախ անվանում են ուղեղի եւ մարմնի միջև գլխավոր մալոխը։ Հենց այդ նյարդն է ղեկավարում անցումը նյարդային համակարգի ռեժիմների միջև եւ այն շատ լավ է ակտիվացվում տաք, դանդաղ, մտադիր մարմնական շփման միջոցով։ Պետք չէ հիշել այս բառերը, պետք չէ հասկանալ ամբողջ ֆիզիոլոգիան, բավական է իմանալ մեկ բան, երբ դու ձեռքդ դնում ես մարմնիդ վրա ուշադրությամբ, դու նյարդային համակարգին ասում ես անվտանգ է, եւ նա լսում է։ Եվ ահա թե ինչու սովորական միջոցները մինչև օրս չէին օգնում, քանզի դու փորձում էիր հանգստանալ, բայց ռեժիմդ չէիր փոխում, փորձում էիր թուլանալ, բայց մարմնիդ անվտանգության ազդանշան չէիր տալիս, փորձում էիր վերականգնվել, բայց մնում էիր նույն ներքին վիճակի մեջ, այդ ինչպես փորձես քնել առանց լույս անջատելու։ Մարմինդ քեզ չի հակադրվում, նա պարզապես սպասում է ճիշտ ազդանշանին։ Եկ հենց հիմա փորձենք դա։ Սա երկրորդ պրակտիկան է, եւ այն շատ ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից։ Դանդաղ բարձրացնում մի ձեռքդ կամ երկուսը եւ դիր կրծքիդ կենտրոնում, այնտեղ, որտեղ զգում ես սրտի բաբախյունը, կամ մի փոքր վերև, մի փոքր ներքև, այնտեղ, որ ձեռքդ ինքն է ձգվում։ Մի սեղմիր, մի ստեպիր, պարզապես փափուկ, տաք, կենթանի շփում։ Եվ հիմա պարզապես մնա այդպես։ Մի քանի վայրկյան, պարզապես ձեռք, կուրծք, ջերմություն։ Ինչ ես զգում։ Գուցե քո ափի ջերմությունը, որը դանդաղ թափանցում է ներս։ Սա իրական ջերմություն է, քո սեփական մարմնի ջերմությունը, որը վերադառնում է ինքն իրեն։ Գուցե սրտի բաբախյունն է։ Ամբողջ ժամանակ սիրտն աշխատել է հենց այստեղ, առանց քո մարմնի մասնակցության, առանց հրամանի, առանց կանգ առնելու, պարզապես ապրել է։ Գուցե ինչ-որ բան, ինչ-որ հանգիստ, լուռ բան, ինչին անգամ դժվար է անուն տալ, պարզապես եղիր դրա հետ։ Եթե դու հիմա տղամարդ ես, եւ դա անսովոր կամ նույնիսկ տարօրինակ է թվում քեզ, դա նորմալ է, պարզապես մնա, ոչինչ քեզ մի բացատրիր։ Ձեռք, կուրծք, ջերմություն։ Դա բավական է։ Եթե դու հիմա կին ես եւ ներսում ինչ-որ բան սկսում է բարձրանալ, պարզապես թույլ տուր դա, մի վերլուծիր, մի հեռացրու։ Այն, ինչ բարձրանում է, վաղուց էր ուզում բարձրանալ։ Երբ դու ձեռքդ դնում ես կրծքիդ, նյարդային համակարգիդ հետ անում ես մի շատ կոնկրետ բան, դու ակտիվացնում ես պարասիմպաթիկ համակարգը, այն նույն ռեժիմը, որը պատասխանատու է հանգստի եւ վերականգնման համար։ Դու բառացիորեն ասում ես մարմնիդ. ես այստեղ եմ, հիմա անվտանգ է, կարելի է թուլանալ։ Եթե մարմնումդ կա լարված մի տեղ, տեղափոխիր ձեռքդ այնտեղ, պարանոց, որովայն, գոտկատեղ, որտեղ մարմինդ խնդրում է, այնտեղ էլ դիր, մարմինը դրան արձագանքում է։ Ոչ միշտ ակնթարթորեն, երբեմն դրա համար պետք է մի քանի վայրկյան, երբեմն քիչ ավելի, բայց այն արձագանքում է, որովհետև դու դրսից չես, դու հենց մարմինդ ես, եւ երբ դիպչում ես քեզ հոգատարությամբ, դու որևէ օտարի չես բուժում, դու տուն ես վերադառնում, պահիր ձեռքդ, թող շփումը կայանա։ Ուզում եմ մի փոքր խոսել նեյրոպլաստիկության մասին, բայց առանց դասախոսության, ուղղակի մեկ միտք, որը կարող է փոխել այն, թե ինչպես ես ընկալում այն, ինչ հիմա անում ենք։ Նյարդային համակարգը չի փոխվում, երբ մտածում ենք իր մասին։ Այն փոխվում է փորձից, կրկնվող զգացողություններից, պրակտիկայից։ Սա նշանակում է, որ ամեն անգամ, երբ դու ուշադրությունդ ուղղում ես մարմնիդ, բառացիորեն նոր նեյրոնային ճանապարհ ես բացում։
Ամեն անգամ, երբ ձեռքդ դնում ես լարված մի հատվածի վրա, տեղեկատվություն ես ուղարկում այնտեղ։ Ամեն անգամ, երբ քեզ թույլ ես տալիս զգալ միայն մտածելու փոխարեն, ստեղծում ես նոր սովորություն, նոր հնարավորություն։ Սա արագ գործընթաց չէ, սա մեկ վարժություն չէ։ Սա պրակտիկա է, վերադարձ, քայլ առ քայլ, օր օրի, բայց այն սկսվում է այստեղ, հենց հիմա։ Եվ ուզում եմ, որ սա մեկընդմիշտ հասկանաս, որովհետև սա հավանաբար ամենակարևորն է ամենից, ինչ այսօր ասում եմ։ Այն, ինչի մասին մենք խոսում ենք, հատուկ մարդկանց համար չէ։ Սա նրանց համար չէ, ովքեր հոգևորապես զարգացած են, տարիներով ներդիտարկել են, ունեն ինչ-որ շնորհ կամ հատուկ զգացողականություն։ Սա յուրաքանչյուր մարդու մասին է, քո մասին, անկախ տարիքից, անկախ նրանից, ինչ գիտես մարմնի մասին կամ չգիտես, անկախ նրանից հավատում ես այս ամենին հենց հիմա, թե նայում ես առողջ կասկածով։ Կասկածամտությունը լավ բան է, ես այն հարգում եմ, այն խոսում է այն մասին, որ դու ամեն ինչ հավատով չես ընդունում, այլ ուզում ես ինքդ համոզվել, հենց դա էլ ես առաջարկում եմ, ոչ թե հավատալ, այլ զգալ, ոչ թե համաձայնվել, այլ փորձել, եւ դա ընտրյալների կարողություն չէ, դա մարմնի հիշողությունն է։ Դա այն է, ինչ դու մի ժամանակ արդեն գիտեիր, այնքան վաղուց, որ այլևս չես հիշում, այն ձեռքբերովի բան չէ, այն պարզապես պետք է վերհիշել։ Ուզում եմ մի քանի բառ ասել առանցին տղամարդկանց եւ կանանց համար, որովհետեւ դեպի այս զգացողությունը տանող ճանապարհը մեզ մոտ մի փոքր տարբեր է, թեև հասնելու կետը նույնն է։ Կանայք որպես կանոն ավելի կենթանի կապ ունեն մարմնի հետ, ոչ թե որովհետև կենսաբանորեն այլ կերպ են կառուցված, այլ որովհետև մշակույթը նրանց ավելի քիչ է արգելել դա։ Կնոջը թույլատրվում է ասել՝ հոգնել եմ, ցավում է, ինձ խնամք է պետք։ Սա տեղավորվում է ընդունված պատկերի մեջ եւ չի դատապարտվում։ Բայց նույնիսկ կանանց համար էլ կա յուրովի թակարդ, սովորույթ զգալ ուրիշների միջոցով, ուրիշի մասին հոգալով, հարաբերությունների միջոցով, երեխաների տան միջոցով եւ այդ հոսքի մեջ չնկատել ինքներն, մի կողմ դնել սեփական զգացողությունները, անտեսել սեփական մարմինը հանուն ուրիշների կարիքների։ Կնոջ համար հնարավոր է գլխավոր քայլը սա է՝ թույլատրել ինքդ քեզ, թույլ տալ, որ այն, ինչ զգում ես, իրական է, կարևոր է, արժանի է ուշադրության, դա թուլություն եւ կամակորություն չէ, այլ կենթանի ճշմարտությունն է քո մասին։ Տղամարդկանց ճանապարհն այլ է։ Տղամարդկանց մեծ մասը մանկուց ստանում է նույն падգամը։ Մարմինը գործիք է, ուժեղ կամ թույլ, բայց գործիք։ Դիմացիր, մի տրտնջա, աշխատիր մինչև վերջացնես։ Մարմինը խոսելու թեմա չէ, այն արդյունքի միջոց է։ Եվ տղամարդը սովորում է վերահսկել, սեղմել, պահել լարվածությունը ոչ որպես խնդիր, այլ որպես նորմա, որպես լրջության նշան, որպես ուժի արգասիկ։ Եվ եթե դու տղամարդ ես, ահա ինչ եմ ուզում ասել քեզ, վերահսկումը դեռ ուժ չէ։ Ուժը կառավարումն է, իսկ կառավարումը սկսվում է շփումից։ Դու չես կարող կառավարել այն, ինչ չես զգում, չես կարող օգտագործել այն ռեսուրսը, որի գոյության մասին տեղյակ չես։ Իրական ուժը գիտենալն է, թե ինչ է տեղի ունենում քո ներսում եւ կարողանալ ազդել դրա վրա։ Հենց դա էլ մենք հիմա անում ենք, բայց այն կետում, որ մենք գնում ենք, այլևս չկա ոչ տղամարդկային, ոչ կանացի։ Այստեղ կա պարզապես կենթանի մարդ, մարմին, ջերմություն եւ կարողություն, որը մեզանից յուրաքանչյուրին պատկանում է միատեսակ։ Հիմա երրորդ պրակտիկան, ամենախորը երեքից։ Այս պրակտիկան երբեմն անվանում են էներգիայի փոխանցում ձեռքերի միջոցով, բայց ես կուզեի, որ դու այն ընկալեիր այլ կերպ, որպես գիտակցված ջերմային շփում մտադրության հետ։ Պարզ, բայց անհավանականորեն ճշգրիտ բան։ Գտիր հարմար դիրք, նստիր կամ պառկիր։ Եթե շարժման մեջ ես, պարզապես լսիր եւ հետո վերադարձիր այս հատվածին։ Արժե։ Սկսիր այսպես. շփիր ափերդ իրար, դանդաղ, ոչ արագ ու մեխանիկորեն, այլ դանդաղ եւ զգալով։ Մի քանի անգամ։ Զգա թե ինչպես է ջերմությունը մեծանում նրանց մեջ։ Հետո կանգ առ։ Ափերդ տար իրարից մի քանի սանտիմետր հեռու եւ մոտեցրու դեմքիդ։ Չդիպչելով մաշկին, պարզապես մոտեցրու։ Զգա դրանցից եկող ջերմությունը։ Այդ ջերմությունը դու ինքդ ես ստեղծել, հենց հիմա, քո սեփական ձեռքերով։ Հետո դանդաղ իջեցրու ձեռքերդ եւ դիր այնտեղ, ուր իրենք են ձգվում։ Մի մտածիր, պարզապես զգա, ուր է ուզում գնալ ձեռքդ, որովայն, կուրծք, պարանոց, գլուխ,
Որտեղ հենց հիմա ամենաշատն է պետք ուշադրություն, այնտեղ էլ դիր։ Փակիր աչքերդ եւ հիմա պարզապես պատկերացրու, քո ափերից ջերմությունը հոսում է այնտեղ, ոչ հրումով, ոչ ջանքով, այլ ջրի նման, որը գտնում է իր տեղը։ Դանդաղ, փափուկ, անխուսափելիորեն։ Դու պարտավոր չես ոչինչ անել։ Դու պարտավոր չես համոզել ինքդ քեզ, որ սա աշխատում է։ Պարզապես թույլ տուր, պահիր ձեռքերդ այդպես 1-2 րոպե կամ այնքան, որքան կուզես, եւ քանի պահում ես, պարզապես լսիր մարմնիդ։ Կան փոփոխություններ։ Մի փոքր ավելի տաք է դարձել այդ հատվածը, մի փոքր ավելի փափուկ, մի փոքր ավելի թեթև, կարծես ինչ-որ բան քեզ բաց թողեց։ Գուցե այո, գուցե շատ քիչ, գրեթե աննկատ։ Բայց այդ շատ քիչը քիչ չէ, դա էլ հենց սկիզբն է։ Հենց այդպես է սկսվում ամեն իրական բան, հազիվ որսալի, գրեթե աննկատ փոփոխությունից։ Թվում է ինչ-որ բան փոխվեց։ Այդ դու ես, քո ձեռքերը։ Դա այն է, ինչ դու կարող ես անել ցանկացած պահի, առանց որևէ մեկի օգնության, առանց հատուկ պայմանների, հենց այստեղ։ Գիտես ինչ է տեղի ունենում այն մարդկանց հետ, ովքեր սկսում են սա կանոնավոր անել, ոչ թե 1 տարի հետո, էլ ընդամենը մի քանի շաբաթ անց։ Նրանք չեն դառնում պայծառացած, ձեռք չեն բերում գերհնարավորություններ, նրանք պարզապես սկսում են մի փոքր այլ կերպ ապրել ներսից։ Նրանք սկսում են ավելի շուտ լսել մարմնին, ոչ այն ժամանակ, երբ այն արդեն գոռում է, այլ այն ժամանակ, երբ այն դեռ նոր սկսում է խոսել եւ իրենք կարող են անմիջապես պատասխանել առանց լարվածությունը ծայրահեղության հասցնելու։ Նրանք սկսում են ավելի արագ վերականգնվել ստրեսից, ոչ թե որովհետև ստրեսներն ավելի քիչ են դարձել, այլ որովհետև իրենց մոտ գործիք է հայտնվել։ Խարիցք, վայր, ուր կարելի է վերադառնալ։ Նրանք սկսում են ավելի լավ քնել, ավելի հեշտ քուն մտնել, արթնանալ ոչ թե ջարդված, այլ կենթանի։ Նրանք սկսում են այլ կերպ զգալ իրենց մարմինը ոչ որպես խնդիր, այլ որպես հենարան։ Սա պատահականություն չէ, սա պրակտիկայի արդյունք է, ինքն իր հետ շփման կուտակված փորձի արդյունք։ Ուզում եմ մի բան ասել նրանց, ովքեր հենց հիմա մտածում են լավ է հնչում, բայց դա հաստատ ինձ մոտ չի ստացվի, կամ սա ուրիշների համար աշխատում է, բայց ոչ իմ, կամ ինձ համար արդեն ուշ է։ Լսում ես այդ ձայնը։ Դա քո իրական ձայնը չէ։ Դա նյարդային համակարգի ձայնն է, որը չափազանց երկար է եղել սպառնալիքի ռեժիմում։ Այն այնքան է սովորել լարվածությանը, որ հանգստությունն արդեն կասկածելի է թվում նրան։ Այդ համակարգը փորձում է պաշտպանել քեզ, բայց սխալ բանից։ Այն ասում է կանգ առ հենց այն պահին, երբ պետք է ասեր գնա։ Եվ դա նորմալ է։ Այդ դու չես, դա շերտ է, եւ այդ շերտը հաղթահարվում է ոչ թե համոզելով, ոչ թե տրամաբանությամբ, ոչ թե ես պիտի հավատամ ճիքով։ Այն հաղթահարվում է փորձով, ձեռքերի միջոցով, մարմնի միջոցով, կրկնողությամբ, մեկ անգամ, հետո նորից, հետո էլի։ Եվ ինչ որ պահի այդ ձայնը դառնում է ավելի մեղմ։ Կա մի բան, որի մասին ուզում եմ ուղիղ ասել, ուժի մասին։ Քանզի թե տղամարդկանց եւ թե կանանց մոտ կա մի ընդհանուր մոլորություն այն մասին, թե ինչ է ուժը։ Մենք կարծում ենք, թե ուժը նշանակում է ոչինչ չզգալ, դիմանալ, չկոտրվել, ավելի երկար աշխատել, ավելի շատ տանել, ավելի ծանր բեռ կրել։ Բայց դա ուժ չէ, դա լարվածությանը սովորելու սովորություն է, դրսից գեղեցիկ, ներսից կործանարար։ Իսկական ուժը սա է, իմանալ, թե ինչ է կատարվում ներսում, կարողանալ ազդել սեփական վիճակի վրա, կարողանալ վերականգնվել, կարողանալ կանգ առնել ոչ թե այն պատճառով, որ արդեն կոտրվել ես, այլ որովհետև դու ես այդպես որոշել։ Երբ մարմինը դաշնակից է, ոչ թե մարտադաշտ, դա խոր, կայուն, կենթանի ուժ է, այն ուժը, որը օգտագործումից չի սպառվում, այն ուժը, որը մեծանում է, երբ դու վերադառնում ես ակունքին, եւ այդ ակունքը հենց այստեղ է քո մեջ, քո ձեռքերում։ Սա փոխաբերություն չէ, սա բառացի ճշմարտություն է։ Ուզում եմ, որ եւս մի բան անես հենց հիմա։ Դիր մի ափդ որովայնիդ վրա, պորտից մի փոքր ներքև, պարզապես դիր եւ մի պահ մնա այդպես։ Այդ գոտին հատուկ է եւ ոչ միայն թաքնագիտական իմաստով, ֆիզիկապես դա մարմնի ծանրության կենտրոնն է։ Դա այնտեղն է, որը մենք բնազդաբար պաշտպանում ենք, երբ սպառնալիք ենք զգում, որովայնը առաջինն է սեղմվում, եւ դա այնտեղն է, որն ամենավերջում է թուլանում, երբ վերջապես մեզ անվտանգ ենք զգում։
Սա մի գոտի է, որը շատ բան է պահում, շատ բան, դիր ձեռքդ այնտեղ, ջերմություն, ուշադրություն, ոչ մի ավելորդ բան, եւ ասա ինքդ քեզ ոչ թե բարձրաձայն, այլ ներսից, հանգիստ, ահա ես այստեղ եմ, ես իմ մարմնի մեջ եմ, հենց հիմա, այս վայրկյանին ես անվտանգության մեջ եմ։ Կարևոր չէ թե ինչ է եղել երեկ, կարևոր չէ թե ինչ է լինելու վաղը, հենց հիմա քո ափի տակ կա կենթանի ջերմություն, կենթանի մարմին, կենթանի դու։ Դա քո հենման կետն է, այն չի անհետանում, արձակուրդ չի գնում, չի դավաճանում, այն միշտ այստեղ է։ Մենք գրեթե հասանք ավարտին, թեև ավարտբարն այստեղ այնքան էլ ճիշտ չէ։ Սա ավելի շուտ շեմ է, մի տեղ, որտեղից սկսվում է ճանապարհը, եւ ես ցանկանում եմ, որ այս կետում դու մի բան զգաս։ Դիր երկու ձեռքերդ այնտեղ, ուր հիմա նրանք ձգվում են, բնազդաբար, առանց մտածելու, կուրծք, որովայն, դեմք, գլուխ, որտեղ ձգվում են այնտեղ էլ դիր։ Փակիր աչքերդ, եթե կարող ես, եւ պարզապես եղիր։ Մի գնահատիր, ճիշտ ես անում թե ոչ, մի ստուգիր, աշխատում է թե ոչ։ Պարզապես եղիր այստեղ, քո մարմնի մեջ, ձեռքերիդ ջերմության մեջ, այս պահի լռության մեջ։ Զգա, այդ դու ես, ամբողջական, կենթանի։ Հենց այստեղ։ Ամենը, ինչ երբևէ դրսում ես փնտրել, սկսվում է հենց այստեղից, այս շփումից, այս ջերմությունից, ինքդ քեզ հետ լինելու այս պարզ գրեթե մոռացված կարողությունից։ Կամ մի բան, ինչը ցանկանում եմ քեզ ասել ամենավերջում, հստակ, ուղիղ։ Դու կոտրված չես։ Նույնիսկ եթե մարմինդ ցավում է, եթե նույնիսկ հոգնածությունն այնքան վաղուց է դարձել ֆոն, որ արդեն չես էլ նկատում, նույնիսկ եթե վաղուց չես հիշում, թե ինչ է նշանակում իսկապես լավը զգալ, դու կոտրված չես, դու ընթացքի մեջ ես, կենթանի ընթացքի, որն ընթանում է հենց հիմա, ամեն վայրկյան, առանց կանգ առնելու, անկախ նրանից գիտես դու այդ մասին թե ոչ։ Մարմինը ուզում է վերականգնվել։ Դա նրա բնույթն է ձգտել հավասարակշռության, կյանքին, ամբողջականությանը, եւ նա ձգտելու է դրան այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեջ կյանք կա։ Նրան շատ բան պետք չէ, նրան պետք է քո ձեռքը, քո ուշադրությունը, քո ներկայությունը, եւ դա դու կարող ես, ոչ թե մի օր կսովորես, այլ արդեն հիմա։ Հենց այսօր դու դա մի քանի անգամ արեցիր, դու դրեցիր ձեռքերդ, ուղղեցիր ուշադրությունդ, վերադարձար ինքդ քեզ, դա քիչ չէ, կարողությունը, որի մասին խոսում էին հազարավոր տարիներ, որի մասին գիտեին քրմերն ու բուժակները, որը գնանցված է աշխարհի բոլոր մեծ ավանդույթներում, ընտրյալներին տրված մի բան չէ։ Այն ձեռնադրություն կամ հատուկ շնորհ չի պահանջում, այն չի ապրում գրքերում կամ ուրիշի ձեռքերում, այն քո մեջ է, միշտ եղել է քո մեջ, դու պարզապես մոռացել էիր եւ այսօր վերհիշեցիր։ Եթե հենց հիմա քո ներսում ինչ-որ բան արձագանքեց, մեկնաբանություններում գրիր մեկ բառ՝ ջերմություն, ոչ թե որովհետև դա կանոն է, այլ որովհետև դա նշան է, հանգիստ գաղտնաբար նրանց համար, ովքեր լսեցին, զգացին եւ պատրաստ են առաջ գնալ։ Սա միայն առաջին քայլն է, առաջին առնչությունը մի բանի հետ, որը շատ ավելի մեծ է։ Սա ճանապարհի սկիզբն է եւ դու արդեն դրա վրա ես։ Վերջինը։ Դու հիմա կարող ես բացել աչքերդ, վերադառնալ այնտեղ, որտեղ կաս, վերադառնալ կյանքիդ, գործերիդ, մարդկանց, շարժմանը, բայց ինչ-որ բան արդեն փոխվել է։ Եթե նույնիսկ անմիջապես չնկատես, մի ինչ-որ փոքր, բայց իսկական բան քո ներսում այսօր տեղի ունեցավ։ Դու կապ հաստատեցիր քեզ հետ, մտադրվածորեն դրեցիր ձեռքերդ մարմնիդ վրա։ Դու տարար ուշադրությունդ այնտեղ, որտեղ կյանքն է, այլ ոչ այնտեղ, որտեղ միայն մտքեր են նրա մասին։ Դու վերհիշեցիր թեկուզ 1 րոպեով, թեկուզ 1 վայրկյանով, որ կենթանի ես, որ քո մարմինը կենթանի է, որ քո ներսում կա ջերմություն, որը ոչ միտեղ չի կորել, այն միշտ այստեղ է, այն դու ես։ Գնա եւ վերադարձիր։